Տեղ համայնքի աշնան 7 գույները միջոցառումն այս անգամ հասավ սահմանապահ Վաղատուր։ Գյուղի անունը վաղուց հնչում է իր հայտնի թթու ջրի շնորհիվ, որը բխում է Դադմելիքի լեգենդար լեռան լանջից։ Եվ հենց այս խորհրդանշական վայրում էլ մեկնարկեց Վաղատուրի թթու ջրի 157 երանգները խորագրով տոնը, ոսկե աշնան գույներով եւ սահման պահող գյուղացիների ջերմությամբ։ Վաղատուրը կանաչ բույրով խնձորի հոտով Տոնը միավորել էր հայկական ավանդական անուշաբույր ուտեստները, գյուղական բարիքներն ու սահմանամերձ Վաղատուրի ջերմ մթնոլորտը։ Միջոցառմանը մասնակցում էին համայնքային ղեկավար կազմը, տեղաբնակներ եւ համայնքի այլ գյուղերի բնակիչներ, ինչպես նաեւ գյուղից ժամանակին հեռացած մարդիկ, ովքեր վերադարձել էին համագյուղացիների հետ միասին կիսելու տոնական օրը եւ վերապրելու ծննդավայրի հարազատ շունչը։ 35 տարվա մեջ առաջի անգամ մեր գյուղում այս գործողությունը կատարվում ծավալտանը առաջի անգամ մեծ բարձակալ շատ լավ էր միջալոց երևի մի 30 տարի նման բան ես չէի տեսել մեր գյուղերում ինձ համար շատ հաճելի շատ լավ օր էր հատուկ մեկ Երևանից եկել եք որ մասնակցեք այս տոնախմբությանը մենք եկել ենք մասնակցելու հատուկ այսօրվա համար իմ հարազատները իմ ընկերները իմ շրջապատս տեղա շատ ուժեղ է եթե կազմակերպվի ամեն տարի կմասնակցեմ ամեն տարի շատ ուրախ ենք Կոմունիստների թվին հաշուղաշոտի ժամանակ համերգին ստեղ համերգ տվել Մեր գյուղի պատիվն է ամեն ինչը թող լինի միշտ էլ լինի մենք ուրախանալու ենք ինչքան լինի այնքան մեզ է ձեռք տալիս Սա արդեն երրորդ գյուղն է, որտեղ աշնան միջոցառումների շարքն ընթանում է, ասում է տեղ համայնքի ղեկավարը ընդգծելով, որ այս տոնը նրա համար առանձնահատուկ արժեք ունի։ Ինձ համար անգնահատելի է տեսնել բնակիչների աչքերում ուրախությունը, լսել գյուղի աղմուկը, որն այս անգամ ոչ թե կրակոցներից, այլ ուրախ երաժշտությունից է լցված։ Հաջորդ մարտահրավերը Վաղատուրը մարտահրավերը միջոցառման նետել է դեպի Խնածախ գյուղը։ Ես ուզում եմ այսպեսի մի մեջբերում անեմ, որ մինչև օգոստոսի 8-ը Խնածախը դարրել էր Հայաստանի Հանրապետությունում սենց անվանի մեծ գյուղ իր կրակոցներով։ Ես ուզում եմ ամբողջ լրատվական դաշտին հրավիրում եմ ես Խնածախ գյուղ թող գան ոչ թե մենակ կրակոցները լուսաբանեն, այլ իրոք թող գան լուսաբանեն ուրախությունը Խնածախ գյուղի։ Դեռ կշարունակվի Խնածախ, Խոզնավար, Արավուս եւ տեղ։ 4 գյուղ էլ ունենք համայնքի, որ միջոցառումը շարունակվելու է։ Սա զուտ միավորվելու, սա զուտ համայնքը այսպես ասած ուրախանալու հերիքա ինչքան տխրություն ենք տեսել, հերիքա ինչքան համայնքը կռիվ է տեսել որպես համամերձ համայնք։ Իրոք ուզում եմ միշտ ուրախ լինեն։ Միջոցառումը հագեցած էր բազմաթիվ խաղերով, դասական եւ ուրախ երաժշտությամբ, որոնք տոնական տրամադրություն ստեղծեցին բոլորի համար։ Բացի այդ, տոնն ընդգրկեց նաեւ ավանդական ծես՝ յուղի բնակիչ Արնո Սարգսյանի ատամհատիկը, որը հատուկ պահ էր դարձել յուղի կյանքի խրախճանքի եւ ավանդույթների շարունակության համար։ Ադամ դուրս արիր մեղրու կարակ ենք բերել։ Թող շնորհավոր լինի ատամհատիկը։ Առողջ ատամներ ունենային բալիկը։ Ոսկե աշնան 157 երանգներ տոնին Վաղատուրի երեխաները նույնպես լի էին ուրախությամբ։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ գյուղ էին այցելել փոքրիկների սիրելի մուլտերոսները, ապահովելով երեխաների համար անմոռանալի պահեր։
Միջոցառումը յուրահատուկ ուրախ տրամադրություն ստեղծեց, երբ համայնքի ղեկավարը մասնակցեց խաղային փորձության։ Նրան տրվեց հատուկ զամբյուղ, որի մեջ տեղադրված մթերքները, գազարը, հացը, սոխը յուրաքանչյուրը բնութագրում էին համայնքի մեկ գյուղ։ Նպատակը պարզ էր՝ ճիշտ ճանաչել համայնքի բոլոր գյուղերը, իսկ ղեկավարի մասնակցությունը մթնոլորտին նոր էներգիա հաղորդեց։ Տեսնենք մեր հարգարժան պարոն Գուլունցը, որքանով գիտի իր գյուղերի գանձերն ու գաղտնիքները։ Այս զամբյուղում յուրաքանչյուր գյուղը խորհրդանշող մի առարկա իր կամ էլ բանջարեղեն ունենք միրգ։ Տեսնենք պարոն Գուլունց։ Օրինակ։ Ուրեմն խնձորը լավ գիտեն վեր վաղատուրին է, լավ խնձոր է աճում վաղատուրում։ Հացը տեղ գյուղում հենց ինքը հաց արարող ասեմ ավելին որտեղ դաշտերը շատ սենց ասեմ հացահատիկներից են ստանում։ Սոխը հայտնի է դե տորնի ծորում հասկանալի է։ Գազարն էլ նույնպես հայտնի է Քարաշենի պարոն Հակոբյան, արդեն մեկ դիմավորել ենք։ Հասկը արագություն լոբին մի վարկա խոսնավարում լոբին։ Ճիշտ ենք ասում։ Վաղատուրի յուրաքանչյուր տանուտեստի բույրը թևածում էր աշնան ոսկե երանգների մեջ եւ հրավիրում բոլորին համ տեսելու, գնահատելու սեղանների ավանդական ուտեստները։ Մեր ավանդական ուտելիքը դա ավելուկն է։ Մենք բյուլուկ ենք ասում, մեր բարբարով, սարքում ենք հացով, սխտորով։ Հետո որ ուզում եք ժարի տանենք, բանը սարքում ենք ձվով, ավելուկը սոխարած ենք անում, հետո թթու եք գցում ավելուկի մեջ ու բոքոնը, այ մեր ավանդական շատ լավ ճաշա մեզ համար, կար խաշլամա խորոված, ձավարով հարիսա, խոզի տոտիկնորով իհարկե, հետո թանով սարքած խաշիլը շատ հաճելի էր, բայանդուրցիներին շնորհավորում եմ, ուրախ լինեն, երջանիկ լինեն, անփորձակ ապրեք այս սահմանամերձ գյուղում։ Վաղատուրի ոսկե աշունը ավարտվեց թթուջրի 157 երանգների փուչիկների թռիչքով դեպի երկինք եւ հրավառությամբ, հիշեցնելով, թե ինչպես է յուրաքանչյուր փոքրիկ պահ կրում ուրախություն, միավորում գյուղի բնակիչներին եւ թողնում անմոռանալի հիշողություններ աշնան ոսկե գույների մեջ։ Արմինե Սիմոնյան, Նորայր Դանիելյան, Սյունիք Նյուզ։